Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է եւ շուտով նրանք կմտնեն գործնական փուլ։ Այս մասին գրում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Փաշինյանը նաեւ ընդգծել է process-ները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Մարուքյանը վստահեցնում է, հնարավոր չէ առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենսդրությունն, ինչպես նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու հեծը խլել։ Ինչպես սկսվեց այս գործընթացը, Մարուքյանը նշում է, սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե հայոց սրբությունները հայրաքելական Սուրբ եկեղեցին մի պաշտպանիչ, այլապես հեծը կխլենք, նա էլի պատասխան հայտարարում է, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ, ի նկատի ունենալով, որ չեն կարող հեծով վախեցնել եւ ստիպել, որպեսզի հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն մեր սրբություններին ու ինքնությունն ուրանա։ Ու այդ խոսքը վարչապետը եւ իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ըստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք։ Այլ կերպ ասած, մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ հեծը խլելու գործընթացը հղի է բացառապես նեգատիվ հետևանքներով մեր պետության տնտեսության ներդրումային միջավայրի եւ էներգետիկ անվտանգության համար։ Եվ հետո ասենք, թե խլեցին, պարզ է, չէ, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունն իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու։